դուք շարունակում եք այդ գործողությունների մաս դառնալ։ Շատ վատ ներկայացրեցիք այս ամեն ինչը, մենք այն մտքին չենք, որ ամեն ինչ այդքան վատ է, ամենաառաջին փոփոխությունը գաղափարական է եւ մտքային, միջև բուն շարժումների անցնելը, ես ուզում եմ, որ դուք նաեւ շարժում համարեք այն, որ մարդկանց մտածողության մեջ փոփոխություն ա լինում, որովհետեւ հարցը այստեղից էջմիածին հասնելը չէ, այնտեղ չգիտեմ 100,000-անոց մարդկանց խմբով որևէ գործողություն իրականացնելը չէ։ Մեր գերնպատակը մարդկանց մտքային փոփոխությունն է եւ այս ուխտագնացությունը հենց նրա համար էր, որ մարդիկ փորձեն այս ամբողջ ճանապարհը, որ պիտի գան հասնեն այս եկեղեցի, սիմվոլիկ իմաստով կարծեք թե Երուսաղեմ գնալներ եւ Քրիստոսի հետ հանդիպելներ, Քրիստոսի հետ խոսելներ, իսկ Քրիստոսով էր կամ օրհնությունը ստանալներ։ Մտքային փոփոխություն։ Եկեղեցու ներկայությունը։ Հա, իսկ մտքային փոփոխություն ասելով ի՞նչ նկատի ունեք, կամ ասում եք գաղափարապես, ի՞նչն եք փոխելու եկեղեցուն գաղափարապես։ Գիտեք, եկեղեցում չենք փոխելու, որովհետեւ եկեղեցին փոփոխության կարիք չունի, եկեղեցին սուրբ է եւ անարատ, մենք փոխելու ենք նվիրապետությունը, այսինքն նվիրապետությունը հոգեվորականների մտածողությունն է, որը որ տեսնում ենք, որ սուրբ գրքից եւ եկեղեցու սրբազան ավանդույթներից կտրված են։ Այսինքն հոգեվորականների մի խումբ կա, բարձրաստիճան հոգեվորականների, որոնց անելիքը Աստծո արքայության քարոզումներ սեփական ժողովրդին եւ սեփական ժողովրդին Աստծո խոսքով կերակրելն էր, բայց մենք տեսնում ենք, որ մեր հոգեվորականության այդ վերադասը մոռացել այլևս իր անելիքների մասին եւ անում է բաներ, որը ընդհանրապես հոգեվորականին հարիր չէ։ Իսկ 10 եպիսկոպոսների մեջ չկան մարդիկ, Միշտ ասում եք, դա ինչ է անում, որ հարիր։ Բոլոր այն մեղավորները, ովքեր որ կցանկանան հրաժարվել սեփական մեղքից, գալ, դառնալ մեկը, ով որ կազատագրի մեղքից եւ իրենց եւ այս եկեղեցին մենք կոչ ենք անում միանալու։ Բոլոր մեղավորներին մենք կոչ ենք անում միանալու այս շարժմանը, այս կերպ նաեւ հրաժարվելու սեփական մեղքերից։ Այնպես որ ես նորմալ եմ համարում, որովհետեւ եկեղեցին ինքը նաեւ մեղավորների տեղն է, բայց այն մեղավորների, ովքեր ցանկանում են մաքրվել։ Եթե մնացած եպիսկոպոսներն էլ ցանկություն կունենան մաքրվելու, իրենց համար այդ դռները Այսինքն կներեք, այն եպիսկոպոսները, որ հիմա միացել են Փաշինյան, նրանք արդեն մաքրված են։ Գիտեք, սրբացումը կամ մաքրումը ինքը ինչ որ մի պահի չի սկսվում եւ արագ ավարտվում։ Ինքը ճանապարհ է, որ ներողություն խնդրեմ։ Ինքը ճանապարհ է, որ յուրաքանչյուր մարդ պետք է անցնի։ Կամ մեկը, որին կարգալուց եք դուք համարում ու նրա ձեռքից այդպես օրհնություն կստանաք։ Այս պահին չեմ հիշի այդպիսի մեկին։ Այս պահին չեմ հիշի։